Ողջույն սիրելի աշակերտներ, այսօր մենք ուղևորվում ենք Հայաստանի հյուսիս, մենք ճանապարհորդելու ենք ամենահումորով մարզով, այն հռչակված է նաև իր հնամենի սրբավայրերով, Հայաստանի հայրաքաղաքը կամ հյուսիսային մայրաքաղաքը հենց այստեղ է, ծաղկե գորգերը ամենուր են, այստեղ են գտնվում շատ բարձրադիր լճեր, հիրավի այն ամենացուրտ մարզն է, թանգարանները նույնպես բավականին շատ են այստեղ, եթե հայրաքաղաքում ուզում եք ճանապարհորդել, անպայման կնստեք ֆայտոն, հավանաբար արդեն գուշակեցիք, որ մենք ուղևորվում ենք դեպի Հայաստանի հյուսիս Շիրակ։ Տարածքը 2680 կիլոմետր քառակուսի է, բնակչությունը 251.9 հազար մարդ, մարզկենտրոնը Գյումրին է, իսկ քաղաքները երկուսը՝ Արթիկը և Մարալիկը։ Շիրակի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևմուտքում։ Մարզերից սահմանակից է Լոռու մարզը և Արագածոտնի մարզը։ Պետական սահմաններով բաժանված է Թուրքիայի և Վրաստանի Հանրապետությունից։ Մարզկենտրոն Գյումրին համարվում է տրանսպորտային հանգույց։ Այստեղով են անցնում Երևան-Գյումրի, Գյումրի-Բավրա, Գյումրի-Արմավիր ավտոճանապարհները։ Երկաթուղով քաղաքը կապվում է Վրաստանի, ինչպես նաև Թուրքիայի հետ, թեպետ վերջինս փակ է և չի գործում։ Մարզի տարածքը ինչպես լեռնային, այնպես էլ հարթավայրային բնույթ ունի։ Խոշոր լեռը Արագածն է։ Մարզի տարածքով ցկվում են Եղնախաղի, Շիրակի, Ջավախքի և Վիրահայոց լեռները։ Այժմ ձեր էկրաններին տեսնում եք Շիրակի լեռնաշղթան։ Շիրակի հյուսիսում գտնվում է Ամասիայի դաշտը, որը հատկապես ծաղկում է ամռան ամիսներին։ Իսկ Աշոտսկի սարավանդում տարածված են նաև փշատերև ծառերը, որոնք գտնվում են Արփի լճի ջրամբարի հարևանությամբ։ Ձեր էկրաններին տեսնում եք Շիրակի դաշտը հունիս ամսին։ Մարզը նաև հարուստ է ջրագրական ցանցով և գետերով և լճերով։ Գետերից ամենամեծը Ախուրյանն է։ Մյուս խոշոր գետերն են Գյումրի գետը, Եղնաջուրը, Կարկաչյանը, Մանթաշը, Չիչկանը և Ջաջուրը։ Լճերից խոշոր են Արփի լճի ջրամբարը, Արթիկը և Անանուն լճերը։ Հենց հիմա դուք տեսնում եք Ախուրյան գետը, որը Հայաստանի տարածքում ցկվող ամենաերկար գետն է։ Իսկ սա Արփի լիճն է, որը արհեստականորեն վերածվել է Արփի լճի ջրամբարի։ Մարզը հարուստ է օգտակար հանածոներով, հատկապես հրաբխային ծագման։ Հռչակված է Արթիկի տուֆը, ինչպես նաև կան պեռլիտի, պեմզայի պաշարներ։ Շիրակի մարզը համարվում է Հայաստանի ամենացուրտ մարզը։ Այստեղ հյուսիսում Պաղակ ընկյուղում գրանցվել է ամենացածր ջերմաստիճանը -46 աստիճան, որը գտնվում է Աշոտսկի սարավանդում։ Ձմեռը ցուրտ է և ձնառատ, երկարատև, ամառը հյուսիսում զով է, իսկ հարավում շոգ ու չոր։ Լանդշաֆտներից տարածված են լեռնային տափաստանները, մերձալպյան մարգագետինները, ալպյան մարգագետինները։ Այժմ եկեք մտապահենք, թե ուր կարելի է այցելել, եթե մեկնեք Շիրակ։ Շիրակի մարզկենտրոնը Գյումրի քաղաքն է, որը նախկինում կոչվել է Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական, այժմ կրկին կոչվում է Գյումրի։ Եվ Գյումրու կենտրոնում գտնվում է Կումայրի պատմական կենտրոնը, որի բոլոր փողոցները թանգարան են բաց երկնքի տակ։ Անպայման այցելեք Գյումրի։ Գյումրիում եթե այցելեք Վարպետաց փողոց, առաջինը կտեսնեք Հովհաննես Շիրազի հուշատուն թանգարանը։ Մի փոքր բարձրանալով դեպի վերև կհանդիպեք Ավետիք Իսահակյանի տուն թանգարանը։ Իսկ փողոցի խաչմերուկում գտնվում է Հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի հուշատուն թանգարանը։ Երանուհի և Մարիամ Ասլամազյան քույրերի պատկերասրահում դուք կարող եք տեսնել յուղաներկերի բազմաթիվ ստեղծագործություններ։ Այժմ ձեր էկրաններում տեսնում եք Ցիտողցյանների թանգարանից մի փոքր պատառիկ։ Նրա հարևանությամբ գտնվում է Սերգեյ Մերկուրովի թանգարանը, ուր նույնպես պետք է այցելել։ Ինչպես նշեցինք դասի սկզբին, շատ հարուստ է Շիրակի մարզը տարբեր հուշարձաններով, հատկապես վանական համալիրներով։ Հատկապես հռչակավոր է Մարմաշենի վանքը, որտեղ գտնվում է Բահրամ Պահլավոնու գերեզմանը, ինչպես նաև հայտնի է Հառիճավանքը, որտեղ ուսում է առել Ավետիք Իսահակյանը և պատարակ է հնչեցրել Կոմիտասը։ Մարզում կան նաև շատ ամրոցներ, հայտնի է Գուսանագյուղի ամրոցը։ Երերույքի վանքը գտնվում է Շիրակի և Թուրքիայի պետական սահմանի հարևանությամբ, որը Հայաստանի ամենահին կառույցներից մեկն է։ Սիրելի աշակերտներ, մեր ճամփորդությունը ավարտում ենք Ջաջուր գյուղում, որը հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդավայրն է, հայրենի գյուղը։ Այցելեք Շիրակ և հիացեք այս տեսարաններով։ Կհանդիպենք հաջորդ մարզում։